այսօրվա մեջ դասը հայ-հռոմեական պատերազմն է, որը սկսում ենք մեր դասի նպատակը եւ վերջնաշրջանները, որն է մեր դասի նպատակը, ուրեմն ձևավորել Քրիստոսից առաջ երկրորդից առաջի դարերի հայկական քաղաքականության պատմության վերաբերյալ գիտելիքներ, սա ընդհանուր մեր թեմայի նպատակն է, իսկ վերջնաշրջանները կոնկրետ այս դասին կլինեն հայ-հռոմեական պատերազմի պատճառները, առիթը, ընթացքը, գլխավոր ճակատամարտերը, վերջում կքննարկենք Արտաշատի պայմանագիրը եւ կվերլուծենք միասին պատերազմի արդյունքները։ Այս դասը լավ պատկերացնելու համար ես ցուցադրություն եմ կազմակերպել աշխարհացուցարդակով, որ մենք ավելի պատկերավոր տեսնենք ինչ է տեղի ունեցել, ինչպիսին է Հայաստանի ուրեմն քարտեզի տարածքը ինչպիսին է եւ ինչքան մնաց մեզ հայ-հռոմեական պատերազմի արդյունքում։ Մինչև թեմային անցնելը վերեք նախորդ դասից մենք վերհիշենք, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում մինչև հայ-հռոմեական պատերազմը։ Ինչ տարածքներ ներառում Տիգրան Մեծի ստեղծած կայսրությունը Քրիստոսից առաջ 80 թվականին։ Հա՞։ Ինչ տարածքներ։ Երեխեք, ինչ տարածքներ, այսինքն ասա առաջ։ Տիգրան Մեծը վերադարձեց Մեծայքի 19-ից, բացի ծովկից միավորեց, ստացանք Մեծայքի ամբողջականություն, բացի դրանից նա փոքրասիական նիշար պետություններ գրավեց, շատ լավ, քանի լեզուներով էին խոսում Տիգրան Մեծի ստեղծած պետությունում, ասա մոկրիշտան 15 եւ ավելի, շատ լավ, այսինքն այնպիսի մի պետություն է ստեղծվել, որը կար բազմաթիվ երկրներ, անկախ երկրներ կային պետության տարածքում։ Ինչ վտանգներ կային որ այստեղ երկրի կայունությունը պահելու համար, այլ սա է կարևորը, որը հանդիսանում է նաև հայ-հռոմեական պատերազմի պատճառներից մեկը։ Ասա մկրտության։ Արժանապատվություն ունենալ այլ մնացածի երկրների հետ եւ քանի որ կարող էր հանդիսանալ պատերազմ, այլ որ պետությունը չէր հանդուրժում, որ ինքը կան։ Ահա, հռոմեական կայսրությունը։ Հենց բացի հռոմեական կայսրությունից էլ որ երկրներին էր ձեռնտու մեծ հայկի անկայունությունը։ Ըստի այն մյուս հարևան պետությունը, որը գրավել էր Պարտեստան եւ նաեւ Պոնտոսը ուներ, չէ՞, իր պատճառները։ Ինչպես ավարտվեց հեշտական հռոմեապարթևական լուսինե պատերազմը։ Ինչպես ավարտվեց հռոմեապարթևական պոնտական։ Պոնտոսը ինչ եղավ։ Մարտություն գրեց Հռոմից եւ Պոնտոսի աշխարհ Միջդատ եւ Պատորը թաքնվեց մեծ հայկում, շատ լավ։ Եվ բնականաբար ինչ կապ կար հռոմեապոնտական պատերազմը մեծ հայկի հետ։ Մի փոքր ասեց արդեն Լուսինեն, ասա։ քանի որ բախված Միջդատ եւ Պատորը, ճիշտ է։ Քանի որ բախված Միջդատ եւ Պատորը բախվում է մեծ հայք, Հռոմը պահանջում է մեծ հայքից հանձնել նրանց Միջդատ եւ Պատորին, բայց Տիգրան Մեծը ներժում է նրան։ Ահա, եւ սա հանդիսանում է հայրենական պատերազմի արդ, այսինքն կապը հենց դրանով էր։ Շատ լավ։ Տեսեք, այստեղ ես քարտեզի վրա ավելի շատ ընդգծել եմ մեծ հայկի պետության տարածքը, այս սև եզրագծով ընդգծված է մեծ հայկի հսկայածավալ պետություններ։ Հիմա մենք կտեսնենք նաեւ Արտաշատի պայմանագրից հետո ինչ կանոնում Հայաստանին եւ տարբերությունը կտեսնենք։ Կանաչ եզրագծով ընդգծված է այն տարածքները, որոնք ժամանակավորապես է գրավել մեծ հայկի կողմից Տիգրան Մեծի։ Իսկ մայրաքաղաք խոշոր կենտրոնները, այս ընդգծվել են խոշոր կենտրոնները։ Սա այսինքն մինչև մեծ հայկի, մինչև հայ-հռոմեական պատերազմի սկիզբն էր։ Շատ լավ, եւ այստեղ արդեն ներկայացրեցինք, այդպես է կարող եք ասել, ովքեր են պատկերված եւ ինչ կապ կա նրանց Տիգրան Մեծի միջև։ Այ Ձախ կողմում պատկերված է Պոնտոսի թագավոր Միջդատ եւ Պատորը, աջ կողմում հռոմեական զորավար Լուկուլոս, ինչ կապ ունեին։ Լասա մկրտիչ։ Միջդատ եւ Պատորը օգնություն պատվել էր Լուկուլոսից եւ թաքնվել էր մեծ հայկում։ Շատ լավ, շատ լավ։ Ուրեմն հաջորդը Լուկուլոսը պահանջեց, չէ՞։ Միջդատին եւ Միջդատը չեկավ։ Մենք տեսանյութից մի փոքր հատված դիտենք։ Դուք պատկերպես նախնական երկրաճաշնի
պատմության ընթացքում գոյություն են ունեցել մի քանի աշխարհակալություններ։ Դեռևս Քրիստոսից առաջ 27-26-րդ դարերում հայկական լեռնաշխարհի մշակույթը տարածվում է շատ մեծ հեռավորության։ Հարավում հասնում է Սիրիայի Պալեստին, հյուսիսում հասնում է մինչև Հյուսիսային Կովկաս։ Այնուհետև Քրիստոսից առաջ 23-22-րդ դարերում հայկական լեռնաշխարհի 17 երկրների համակարգությունը իշխում է ողջ Առաջավոր Ասիայի վրա եւ այդ իշխանությունը տևում է շուրջ 100 տարի։ Քրիստոսից առաջ 8-րդ դարի առաջին կեսին Արիշտի առաջինի եւ Սարդուրի երկրորդ երրորդ շուրջ 50 տարի բանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի գերիշխանություն։ Այնուհետև Իրանյան աշխարհակալությունը եւ ի վերջո Բագրատունյան հայոց թագավորության ժամանակաշրջանում հայոց արքաների իշխանությունը բացիկուն Հայաստանից տարածում է Վրաստանի, Աղվանքի, Աբխազիայի վրա հասնելով հայկական Տավրոսից մինչև Մեսոպոտամիայի լեռները։ Սա որպես պատկերացում կազմեք, որ մեծ հայկը իր տարերի ընթացքում միշտ հասել է աշխարհակալության եւ բնականաբար ունեցել են եղել են հզոր աշխարհներ, որոնք ստեղծել են հսկայածավալ հայկական պետություն։ Դրանցից մեկն էլ մեր դասի այսօրվա Տիգրան Մեծն է, որը Հռոմի դեմ հզոր Հռոմի մեկակարծության, որ աշխարհի իրականն էր, պատերազմ էր տալիս։ Կարևոր Տիգրանակերտի ճակատամարտի ժամանակ մենք գիտենք, որ Տիգրան Մեծը նվաճումներով էր զբաղված, եւ Տիգրանակերտի ժամանակ ճակատամարտի Լուկուլոսի արշավայրի Տիգրանը Հայաստանում չէր գտնվում։ Եվ արդյունքում Հռոմեական բանակին հաջողվում է, տեսեք, այստեղ կոնկրետ Տիգրանակերտի ճակատամարտի տեղանքն է, կոնկրետ։ Տեսեք, այս հատեսով փոքր չէ, այս մուգ գույնը որ տեսնում եք, չէ, կարմիր է, ինչ գույն է չեմ կարող։ Այսա ամբողջ հռոմեական կայսրությունն է։ Տեսեք, ինչ կա, մեր քարտեզի վրա այս մի փոքրն է երևում, չէ՞։ Իսկ այստեղ ավելի մեծ մակերեսով դուք տեսնում եք Հռոմեական Հանրապետությունը ինչ հսկայածավալ պետություն է եւ բնականաբար իր հարևանության չէ հանդուրժի զարգացող պետություն։ Այստեղ տեսեք Հռոմը հիմա տեսելով որ մեծ Տիգրան Մեծը հարավային շրջաններում պատերազմով է զբաղված, այստեղից գալիս է դեպի Տիգրանակերտ արշավում է։ Տիգրանակերտի ճակատամարտը տեղի է ունեցել երբ նախ բերեք ընտանուր ասենք երբ սկսվեց հայ-հռոմեական պատերազմը Քրիստոսից առաջ ասենք Հելենա ջան 69-ից 66 թվականները այ առաջին ճակատամարտը գլխավոր տեղի ունեցել Տիգրանակերտում երբ էր տեղի ունեցել Տիգրանակերտի ճակատամարտը ասան հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում քանի որ Տիգրանը այդ ժամանակաշրջանում դեռ բուն հայկական տարածքից դուրս էր չկարողացավ վերազինել իր բանակը, որպեսզի ուժեղ հակահարվածվա Տիգրան Մեծին։ Եվ արդյունքում Տիգրան Մեծի բանակը Տիգրանակերտի մոտ պարտվում է։ Լուկուլոսը հանգիստ տվեց իր բանակին եւ հաջորդ տարվա մեջ Քրիստոսից առաջ 68 թվականին արդեն տեսեք որն էր Լուկուլոսի նպատակը գրավեց մայրաքաղաքներից մենք նշել ենք չէ նախորդ քարտեզի վրա նշել գծերի Արտաշատ մայրաքաղաքի ճանապարհին Արարատանի մոտ տեղում նոր բախում Տիգրան Մեծի եւ հռոմեական բանակի միջեւ որտեղ Տիգրան Մեծը հաղթանակ է տանում։ Սրանից հետո Լուկուլոսը պարտություն է կրում եւ հետ է կանչվում դեպի Հռոմ։ Այս կանի հետ կապված կան հարցեր։ Ահա, շատ լավ։ Ուրեմն հայ-հռոմեական պատերազմը սկսվեց երբ մի հատ նորից ամփոփենք, ասենք արդյոք։ Հայ-հռոմեական պատերազմը սկսվեց Քրիստոսից առաջ 66 թվականին։ Ահա, տևել է մինչև 66 թվականը։ Առաջին կարևոր ճակատամարտը որն էր Անահիտ ջան։ Ճակատամարտը։ Պատերազմն ես ասում։ Ասա։ Տիգրանակերտի ճակատամարտը։ Երկրորդ բախումը որն էր։ Ասա։ Հարազանի ճակատամարտը։ Շատ լավ։ Նայեք, այս ընթացքում սրանով ավարտվում է հայ-հռոմեական պատերազմի առաջին փուլը։ Հիմա տեսնենք ինչ ընթացք ունեցավ հետագայում հայ-հռոմեական պատերազմը։ Նոր զորավար նշանակվեց Հռոմի կողմից Գնեոս Պոմպեոսը, որից հետո եկավ Հայաստան եւ Տիգրան Մեծը որոշեց արդեն ինչ անել։ Չկռվել, դաշնակցել։ Տեսեք, այդ ընթացքում անկայունություններ նկատվում նաև մեծ հայկի տարածքում, ենթակաթակավորությունները կարողացել էին ապստամբել նրա դեմ։ Տեսեք, Արտաշատ մայրաքաղաքում ես նշել եմ, ընդգծել եմ, թե ինչ կարևոր այո, փոփոխություն տեղի ունեցավ քաղաքական աշխարհում։ Այն, որ Արտաշատի պայմանագրով մեծ հայտը կորցրեց նվաճված տարածքներ։ Բայց եկեք տեսնենք, ինչ փոփոխություն կար բացի այս տարածքներ կորցնելուց, ինչ կետեր ուներ Արտաշատի պայմանագիրը, այդ տեսեք կորցրեց տարածքներ։ Ցույց եմ տվել, տեսակ, այն քարտեզը հիշում եք, չէ՞ նախորդը, որ ինչ հսկայական տարածք ուներ մեծ հայկը։
Հիմա մեծ հայտը պահեց միայն իր ամբողջականությունը, իսկ այս նվազված բոլոր տարածքները, որը կապուտով են ընդգծել, անցան արդեն հռոմեական կայսրությանը։ Սա տարածքների կապված, բայց տեսնենք ուրիշ այլ փոփոխություն եղավ, մինչև ամրապնդումը այստեղ արդեն վարժություն ենք անելու, որով ներկայացնում ենք հեշտականությունը։ Արտաշատի պայմանագիրը ունի 5 կարևոր կետեր, որոնք էին։ Նախ այն, որ Տիգրան Մեծը պահեց իր Արկայից աշխատ դիվորսպայեց հայկական անկախ պետականությունը, պահեց իր հայկական տարածքները, բայց կորցրեց իր նվաճված տարածքները։ Բացի դրանից համարվում էր նաև Հռոմի դաշնակից և հայկական։ Հիմա ամրապնդման փուլում բերեք փորձենք խաղ։ Խաղի միջոցով տեսնենք ինչ կանենք հիշում ենք մեր այսօրվա անցածը։ Դասավորել ճիշտ ժամանակագրական հաջորդականությամբ։ Հիմա մի հատ ընդհանուր կարդում ենք, պետք է իր մեջ կարտացեք, որ հեշտականությունից հասկանանք։ Որն է Տիգրան Մեծի գերություն, 70 հովիտների հանձնում, Կապադովկիա, Ծոպկի կահին բազմելը, հայ-հռոմեական պատերազմ, Պոմպեոսի արշավանք, Արտաշատի աշխատ պայմանագիր։ Այսքան կարտածածից ամենաառաջինն է, ո՞րն էր։ Տիգրան Գերությունը, հաջորդը ինչ զիջեց, ապրես, 70 հովիտները զիջեց, որ ազատվեր։ Առաջինը, չէ, մինչև հայ-հռոմեական պատերազմը այստեղ ինչ կար։ Ծոպկի Ծոպկի կահին նստելը, ուր էր։ Ծոպկի Անտիոքներ ես կարտացի։ Անտիոքներ, լավ, Արտաշան, հաջորդը Անտիոքի։ Չէ, մի րոպե, այստեղ բան ունեք։ Հայ-պոնտական պայմանագիր կնքեցին, չէ, Պոնտոսի թագավորի հետ, որ մասը գրավելու։ Կապադովկյան ապրես, Կապադովկյայից հետո նոր բազմեց մյուս կահին, որն էր Անտիոքի։ Անտիոքի կահին բազմելը, հետո գալիս է Սելենայի սպանությունը, հետո արդեն եկանք հասանք մեր այսօրվա թեմային, հայ-հռոմեական պատերազմ, Տիգրանակերտի գավառամար, Արածամի գավառամար, Հնաց Պոմպեոսի արշավանքը մեծ հայք։ Եվ վերջին Արտաշատ։ Տեսեք, շատ ճիշտ դասավորեցինք ժամանակագրական հաջորդականություն։ Ապրել։ Եվ վերջում ամրապնդելու համար հարցեր ենք կազմում, թե անդրադարձ ենք կատարում մեր այսօրվա դասին։ Ինչ պնդում կարող եք ասել, ինչ հիմնավորել այդ պնդումը և ինչ հարց կառաջանա ձեր մեջ։ Այսինքն, այսօրվա դասը ընդհանուր առմամբ ամփոփում ենք, ինչ հասկացանք, ինչ ուսումնասիրեցինք։ Հայ-հռոմեական պատերազմը։ Եվ ինչ եղավ, արդյունքը վերլուծենք, չէ՞, մեր դասի նպատակներից մեկն էր, վերջնարդյունքներից նաև վերլուծել, ասա։ Հայ-հռոմեական պատերազմը սկզբում ավարտվեց Տիգրան Մեծի վարչությամբ, իսկ հետո Արածամի ճակատամարտում Տիգրան Մեծի զորքը հաղթանակ տվավ։ Շատ լավ, այսինքն իսկ արդյունքը, վերջնական արդյունքը ի՞նչն էր։ Որ պայմանագիրն է վերջնական արդյունքը, որոշակի տարածքներ կորցրեց, շատ լավ, բայց բերեք մեկնաբանեք, չնայած գնաց որոշ զիջումների, Միլենա, ինչ ուրիշ դրա դիմաց ինչ ստացավ Տիգրան Մեծը, երբ զիջեց որոշ տարածքներ։ Լաս Անդրանիչյան։ 70 հովիտները և 70 հովիտները մինչև այդ էր զիջել։ Արտաշատի պայմանագրի արդյունքը։ Զիջեց տակը։ Ինչ եղավ։ Արկայից աշխատի դրոսը պահպանեց, ճիշտ է, և պահեց ինչ ասա Լուսինե ջան։ պարտություն կրեց։ Ինչ պահեց զիջումների գնալու դիմաց։ Հայկական հողեր։ Հայկական հողեր, այո, և պետական անկախություն, այսինքն պահեց անկախ պետություն։
Հաջորդ դասի համար հարց կմտածեք, ինչ կաներ, եթե Տիգրան Մեծը հայոց անկախ պետականությունը բարելու, եթե չքնար որոշակի զիջումների, արդյոք կպահեր Տիգրան Մեծը իր պետական անկախությունը։